Հայրենասեր լինելը հեշտ է, երբ քո երկիրը հաղթանակած է։ Հեշտ է գլուխդ բարձր պահել, երբ գիտես, որ մի քանի տասնամյակ առաջ քո երկրի բանակը ջախջախել է թշնամու զորքերին եւ ազատագրել քո պատմական հողերը։ Այսպիսի պատեհապաշտ հայրենասիրություն շատ եմ տեսել, գրեթե 3 տասնամյակ ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ գրեթե 1 տասնամյակ Հայաստանում։ Այդ պատեհապաշտ հայրենասերները, ովքեր անդադար ընդհանրապես ցիտում էին մեր հերոսների ասածները ու դրոշ ծածանում, հիմա ոչինչ չեն անում Հայաստանի ներկայիս թույլ վիճակից դուրս հանելու համար։ Ոչինչ չեն անում եւ կոպիտ ասած սուս ու փուսկ մտել են իրենց ծակերը եւ նույնիսկ ձայն չեն հանում։ Նրանք կորել են, որովհետեւ շատ դժվար է հայրենասեր լինել, երբ քո երկիրը պարտված է եւ շարունակում է ստորացվել թշնամու կողմից։ Դժվար է գլուխդ բարձր պահել, երբ քո երկրի բանակը ներքին դավաճանության արդյունքում խայտարակ մեծ պարտություն կրեց ընդամենը մի քանի տարի առաջ։ Բայց հենց այսպիսի ժամանակներում են իրական հայրենասերները երևում։ Այսպիսի ժամանակներում է անհրաժեշտ լինել հայրենասեր, քանի որ հենց այս պայմաններում հայրենիքը մեր հայրենասիրության մեծ կարիքն ունի։ Այսպիսի պայքարն է, որ իրական հայրենասերի կյանքին տալիս է ապրելու իմաստ։ Իրական հայրենասերը իր հայրենիքի կողքին է լինում օրհասական ժամանակներում, մինչև մահ, ինչպես իրական ընկերն այն է, երբ քո կողքին է կանգնում դժվար ժամանակներում։ 5 տարի առաջ պարտությունը գոնե մի լավ բան արեց, պատրեց շատերի դիմակները եւ մեր միջից զտեց պատեհապաշտ ու մեծ խոսացող կեղծ հայրենասերներին, որոնց համար ընդհանրապես կամ այդքան էլ կարևոր չի եղել Հայաստանի փառքն ու պատիվը։ Նրանց նմաններին հիմա շատ ավելի հեշտ է տեսնել, քան երբևէ։ Ցույց տվեց, որ բոլորը հայրենասեր են, մինչև գալիս է պահը, երբ պետք է անել հայրենասիրական բաներ։ Դրա համար հենց հիմա է ժամանակը, որ իրական հայրենասերները համախմբվեն եւ կազմակերպվեն մի ազգային կառույցի ներքո եւ շարունակեն պայքարը, պատրաստվելով գալիք մեծ ճգնաժամին։ Ողջ հայությանը ու աշխարհին պարտավոր ենք ցույց տալ, թե ինչպիսին են լինում իրական հայ հայրենասերները, թե ինչպես են կարողանում Հայաստանի փառքի համար մեր գլուխը բարձր պահել եւ շարունակել պայքարը անկախ ամեն ինչից։